դուք օրենքով չեք խոսում, ուղղակի սեփական ցանկություն եք արտահայտում, շատ լավ, իսկ ձեր սեփական ցանկությամբ նախարարը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրավունք ունի ըստ ձեր ցանկության, ըստ ձեր պատկերացման գնա այդ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում եւ ասի օրինակ ժողովուրդ ջան, ձայն տվեք ՔՊԻ-ին, որպեսզի մենք այս ծրագրերը շարունակենք պետական բյուջեով նախատեսվող ծրագրեր։ Եթե ունի այդ իրավունքը փորձենք հասկանալ։ Մի քիչ ավելի խորացված է որ նայեք շատ ավելի այլ բառապաշարել օգտագործի։ Հոգևորականի մասնակցությունը քաղաքական կյանքին ամրագրված է Հայաստանի Հանրապետության խղճի եւ ազատության մասին օրենքում, որտեղ ասում է ունի Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ հավասար իրավունք։ Հավասար։ Խոսքը չի գնում կառույցի մասին, խոսքը գնում է անձի մասին։ Միրոն Սարգսյանը իմ հարցադրումն է կրկնում։ Հիմա գալիս ենք երկրորդ պնդմանը։ Գոյություն է քրեական օրենսգրքում հոդված, որտեղ կրոնական կազմակերպության գործունեությանը միջամտելը քրեորեն պատժելի արարք է, պարոն Սարգսյան։ Հոգևոր դասի նկատմամբ ձեր տրված գնահատականները, որի միջոցով դուք միջամտում եք տվյալ կազմակերպության գործունեությանը, քրեորեն պատժելի է։ Քրեորեն պատժելի է։ Քրեորեն պատժելի է։ Սա ամրագրված է, սա քրեական օրենսգրքի նորմ է։ Հիմա դուք սենց անտեսելով այս ամեն ինչը, ձեր սեփական ճաշակը ցանկությունները ներկայացնում եք։ Սամվել Կարապետյանի քաղաքացիությունը, երկհաղաքացիությունը վկայակոչելով, ի՞նչն եք ուզում ասեք։ Մարդուն ինչ են կալանավորել։ Ինչ մեղադրանք է։ Մեր ձևով բառի համար եւ դա համարում եք դուք ժողովրդավարական պետությանը բնորոշ իրավական համակարգի գործադրում։ Ինչի համար։ Ինչ բառի համար։ Ինչ գործողության համար։ Կամ ասում եք ինչ եք ասում։ Ասում եք բանը դատական իշխանության մարմինների բաներին չեք մասնակցել։ Մասնակցել ենք։ Ավելին նույնիսկ թեկնածուներ ենք առաջադրել, ինչ է կարել։ Ոչ մենակ ցալ է sense վերցե տեխնիկական փաթեթը մի կողմ եք դրել, այլ նաև դուք ձեր ուզածով ինչ ուզել, երբ ուզել, ում ուզել ընտրել եք, ում ուզել ներողություն այսօր բառի համար չախել եք։ Հիմա եկել եք այստեղ մեր վրա մուննատ եկած, այդ դուք երբ դարձաք ժողովրդավար, երբ ընդդիմությանը այս հարցերում գոնե մի փոքր գոնե լսելու ունակություն ունեցաք, որ հենց մի հատ էլ հիմա ներկայացնում եք մեղադրանք, կամ այդ ինչ հիմնավորում է էլի, հետևաբար դուք իրավունք չունեք նման հարցադրումներ բերել։ Ով ասեց ձեզ։ Այդ իրավունքը ես հասկանում եմ, որ իշխանությունը այլասերում է նաև իրավունքների հետ դաշտը։ Մտածում եք, որ արդեն դուք պիտի որոշեք ով շնչի, ով արտաշնչի, ով չի կարող գնալ կինո, ով չի կարող գնալ եկեղեցի, կամ ով կարող է պատարակ մատուցել, ով չի կարող պատարակ մատուցել։ Չէ, ես նկատում եմ իշխանության երևույթի մասին, բայց հենց դա է, հենց դա է, որ իշխանության չարաշահում է նշանակում։ Հենց դա է, որ բռնապետության գնացող ճանապարհի մասին է խոսում։ Դուք ասում եք բոլոր բռնապետական երկրները հենց այս հոդվածներով են մարդկանց նստեցնում, որոնք հետագայում ճանաչվում են բանտարկյալներ։ Բա մենք էլ ենք ասում։ Դուք բռնապետության ճանապարհին եք։ Ներկայացնում եք մեղադրանքներ մարդկանց, որպեսզի որևէ մեկը չկարողանա մտնի տեղ ու ասի, հո, եղբայր, ախր ինչ ահաբեկչություն, այս ինչ մասսայական ոչնչացման գործողություններ, այս սպառնալիքները, այս ահաբեկման մթնոլորտը, որ դուք ներկայացնում եք, ինչ կապ ունի իրականում գործողությունների հետ, այն ենթադրյալ արարքների հետ, որ ներկայացվում է, հերթով ջարդվելով այս ամեն ինչը գնում է։ Խոսքը հետևյալի մասին է, պարոն Վարդանյան, ի վերջո ցանկացած կասկած ենթադրյալ որևէ արարքի մասով ինքը պետք է համաչափ լինի նաև կիրառվող խափանման միջոցը համաչափ պետք է լինի
այդ արարքը օբյեկտիվորեն արդյունավետորեն քննելու համար։ Հիմա դուք համարում եք ճիշտ է, որ massայաբար կիրառվում է կալանք խափանման միջոցը, կալանք երկարաժամկետ, որը ոչնչով չի զիջում պատժատեսակ ազատությունից զրկելու, ոչնչով։ Ու համարում եք, որ դա ըսկի աղերս չունի ժողովրդավարության իրավական պետության հետ։ Ասենք մարդուն դուք նկատի ունեմ պետության անունից իրավասու մարմինները ներկայացնում են մեղադրանքը, տանում են փակում են, տեսակցությունները փակում են, հետո աստիճանաբար սկսում են թուլացնել։ Երբ որ տեսնում են, որ արդեն լավ, ոչինչ, իր հասարակական, հանրային, իր նկատմամբ վերաբերմունքը սկսում է թուլանալ, սկսում է նաև թուլացնել ռեժիմը։ Իսկ այն անձինք, ովքեր որ չեն դադարում, շարունակաբար երկարացնում է կալանքը։ Սա կապ ունի քաղաքական հետապնդման հետ, թե չէ։ Սա կապ ունի առհասարակ մարդու հասարակական, քաղաքական գործունեության հետ, թե ոչ։ Օբյեկտիվորեն փորձեք նայել, մի նայեք իշխանական ակնոցներով, նայեք օբյեկտիվորեն, որպես Վենետիկի հանձնաժողովի անդամ։ Ահա, էլի դուք եք առը, բայց հիմա իշխանական է, հիմա ինչ կարգավիճակից բխելցնելով։ Ինչու չեք ինչ արել։ Ինչու չեք մասնակցել մարտի 1-ի հարցով քննարկմանը։ Պարոն Վարդանյան, մի վարքյան, ով է հրավիրել մարտի 1-ի հարցով քննարկմանը։ Դուք սխալվում եք։ Հրավիրել է մի պատգամավոր ձեր ֆրակցիայից։ Ընդ չկա, հանձնաժողովը մեզ հարց չի քննարկվել։ Մի պատգամավոր է հրավիրել, որը, երբ որ դուք մասնակցում եք, ես ձեզ ելույթը լսել եմ, ձեր խոսքը լսել եմ, շատ բաներում համակարծիք չեմ, օբյեկտիվ չէիք, բայց մի բանը, օրինակ հստակ է, էլի, երբ որ դուք ներկայացնում եք միայն մեղադրող կողմին, օրինակ դուք որ այդքան կարևորում եք պարլամենտի ինստիտուտը, պարլամենտական համակարգը, ձեր մտքով չանցավ, օրինակ այն ժամանակ ստեղծված էր հանձնաժողով, զուգահեռաբար նաև փաստահավաք խումբ, փաստահավաք խմբին կանչում եք, հանձնաժողովի զեկուցից 0 տեսակետ։ Կամ այդ նույն հանձնաժողովի զեկույցի մեջ ձեզնից որևէ մեկը կարդացել է հատուկ կարծիքը, որ ներկայացրել է Դաշնակցություն խմբակցությունը, այդ թվում ես։ Կարդացել եք։ Տիկին Քլոյանը, որ սենց խոսում է անդադ, կարդացել է։ Չի կարդաց։ Այսինքն դուք վերցնում եք ամենա սենց հաճելի ձևակերպումները ձեր քաղաքական ուժի, ձեր լսողների համար, ճպսնում եք սենց ու բերում եք մարդկանց այնտեղից, այդ ամբիոնից էլ հնչեցնում են պարլամենտական ուժ հանդիսացող ներկայացուցիչների վերաբերյալ վիրավորանքներ, դուք շատ եք սիրում, չէ՞ այդ բանը, որ ասում եք, այ լսումներ եք կազմակերպում, հետում եք կանչել, ինչի՞ չեք զսպում, որ վիրավորանք է հնչեցնում։ Նախագահողը չի էլ փորձում զսպել նրան կոչ անել, որ արի նորմալ քաղաքական բանավեճի դաշտ, վիրավորանք մի հնչեցրա։ Կամ ով դարձաք դուք այնտեղի ելույթ ունեցողների այն մասան, որը ամբողջ մի քաղաքական ուժի, ասում են, պիտի դեն նետել, թե ինչ-որ սենց ապուշ ձևակերպներ, և դուք համարում եք, որ այդ բանը, այդ լսումներ կոչվածը, այդ քննարկումներ կոչվածը, նորմալ քննարկումներ էր գնում, օբյեկտիվ քննարկումներ գնում, բերից վարդ նաև սուտ և ոչ ճշմարիտ տեղեկատվություն ներկայացնել, այդ նաև միեդի որոշման վերաբերյալ։ Այո, ընդեղ մահվան հանգամանքների մասին արձանագրված է և գրված է, որ մահվան հանգամանքների մասով պատշաճ քննություն չի իրականացվել։ Ավելին, և Հայաստանի Հանրապետությունը չի համագործակցել միեդի հետ, չի ներկայացրել հիմնավորումներ, պարզը չէ ինչի։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինքն իր դեմ չէր ներկայացնի փաստեր։ Հիմա բերել եք չունենալով պատասխանող կողմ միեդում, բերել եք այդ վճիռը, դեմ եք տալիս, ասում եք, դե եկեք պատասխանող կողմը Հայաստանի Հանրապետությունն այնտեղ է, որը պիտի ներկայացնել հիմնավորումներ, չի ներկայացրել։ Եվ դա ձեր իշխանության ժամանակ չի ներկայացրել։
որտեղ այդ գործը սկսել է քննության առարկա դառնալ 18-ից հետո։ Արձանագրել որ կեղծվել է Տիկին Քլոյան, Իհարկե, Տիկին Քլոյան, դուք մի հատ, Տիկին Քլոյան, մի հատ վերցրեք, կարդացեք այդ ժամանակահատվածի հատուկ կարծիքն է։ Դուք էդ էլ չեք արել։ Քմծիծաղ կարակ տակ, որովհետև դուք սովոր եք, մենակ մերկապարանոց մեղադրանքներ են չեսնել։ Պարոն Սարգսյան, Տիկին Քլոյան, Եվ ավարտելով արձագանքը։ Պարոն Վարդանյան, նորից եմ կրկնում, մենք այդքան միամիտ չենք, որ մտածենք, սենց աստվածային լուսավորություն կգա ձեր իշխանության հոգու վրա եւ դուք կընդունեք ձեր մեղքերը։ Ամենևին ոչ։ Սա այո, հնարավորություն է առիթ է, օրենքով նախատեսված կարգով, օրենքով ամրագրված իրավունքի շրջանակներում, որպեսզի նաեւ ազգային ժողովի դալիճում պարլամենտական ուժը հանրային քննարկում կազմակերպի, ինչու ոչ նաեւ պետական ինստիտուտների ներգրավում իրականացի, որպեսզի պարլամենտական երկրում, պարլամենտում տեղ ունենա քննարկումը, ոչ թե փողոցում։ Եվ սա դուք պետք է ավելին բարձր ավելի գնահատեք։ Չեք գնահատում, դուք այլ բան եք անում, դուք փորձում եք նսեմ ասել, ես վերցեցի նայեցի Միչայլոց, ձեր կառավարման ժամանակահատվածում այս շրջանում մի քանի հայտարարության նախագիծ, ընես չի որ փայլում է ձեր հայտարարության նախագծերի հիմնավորումները։ Մեկը 7 նախադասություն է, մեկը 4 նախադասություն, մեկը մեկից երկար է, մոտավորապես 13 նախադասություն է, բայց դուք վերել եք ասում եք հիմնավորումն եկան պարզ ու հստակ է գրված։ Երկրում ստեղծված ժողովրդավարական եւ իրավական հետընթացի արտացոլումն է սա։ Շատ պարզ բանաձև է տված։ Իդեպ պարզ է որ իհարկե Տիկին Վարդանյանը երևի վերջում կասի, մենք չենք էլ ակնկալում այսօր քվեարկություն, որտեղ ինչպես նշեցի, ամսի 26-ին ունենք լսումներ եւ լսումների հիման վրա նաեւ նախագծի խմբագրում, եթե առաջարկություններ ներկայացնեք ձևակերպների մասով, մեծ ուրախությամբ ձեր առաջարկություններն քննարկման առարկա կդարձնենք եւ հնարավոր է որ վերանայվի այս նախագիծը։ Պարոն Մինասյան, ես քարտուղարությունից պարզապես տեղեկանում եմ ինչ մեխանիզմով կարող ենք այսօր չքվեարկենք առաջարկի հիման վրա, Լրամշակման շատ բարի։ Պարոն Մինասյան, չենք քվեարկելու, եթե չենք քվեարկելու արեք առաջարկումը շատ կարճ ամփոփում, ես երկու բան պիտի ասեմ, էլի չեմ կարող չասեմ։ Մեկը խոսալու եք։ Այս չեմ ասում եք Կիպրոսի քաղաքացի լինելը վատ է, բայց այսքան բան ասեցի։ Ես ասում եմ, արեք իրար չխաբենք իրար։ Որովհետև եթե ասում ենք հայ բարերարը Հայաստանի Հանրապետության դեմ չի կարա դիմի միջազգային դատարան։ Այո, սա իմ մոտեցումն է։ Կներեք, սա իմ մոտեցումն է։ Այս սա իմ մոտեցումն է։ Հայ բարերարը։ Պարոն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի գործով մի է որ դիմել է յուրաքանչյուրս դիմում ենք, Հայաստանի Հանրապետության դեմ։ Բաբրես, բայց ասում։ Կներեք, մի վարքյան, մի չևերջ լսեք։ Նիկոլ Փաշինյանը եւ շատ այլոք եւ Փարմանյանը եւ այլոք մնացած գործերով իրենք որպես ՀՀ քաղաքացի դիմում են Հայաստանի Հանրապետության դեմ։ Սամվել Կարապետյանը կներեք այն գործընթացը, որը ծավալվել է, եթե չեմ սխալվում, Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում, այնտեղ Պարոն Կարապետյանը հանդես է գալիս որպես Կիպրոսի քաղաքացի եւ դիմում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա տարբերությունն է։ Արեք ընդունենք, որ սա տարբերություն է։